Հերոսների նկարներն են գցում քաղաքի տեսքը։ Զայրանում է զոհված զինծառայողի մայրն ու ցույց տալիս այն բոլոր անշնորհք գրառումները, որոնք հերոսների նկարների կողքին են, բայց դրանց ձեռք չեն տվել։ Հայկազը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 12 օր կյանքի համար կռիվ տալուց հետո։ Էս ինչ արեցիք այդ դավաճաններ։ Մենք ես ուզում ենք ծախել թուրքերին, բայց պիտի ընտրես մեզ դրա համար։ Դու այն հայնվանն ես ու մենք փնտրում ենք մեր նորագույն կտերը տալու։ Իզի պետք չի իրաց կոշակնել, ինքնել, ոչ մի բանից պետք չի։ Ինչ եք զայրացա։ Որտև անուղեղ մարդա։ Մեզ կարգի ղեկավարա պետք, ուրիշ ոչ բան չեմ ասում։ Дорогие соотечественники, как долго вы будете оставаться равнодушными к будущему своей страны, своих детей? Разве вы не видите, что Никол делает все, чтобы сделать Армению полностью зависимой от Азербайджана и таким образом легко поддающейся контролю и управлению? Забыли ли вы, как Арцах постигла та же участь несколько лет назад, когда он стал полностью зависимым от Азербайджана? Ложный мир, который проповедует Никол, ведет армян к порабощению, а затем и к уничтожению. Այսօր մի երևույթ տեսա, անընդունելի, Նազարյան Գեղամը ՀՀԱԺ պատգամավոր ՔՊ-ական, անբարոյական էր անվանում լրագրողներին, մասնավորապես Գևորգյան Անիին։ Սուրբ տեղը ձեր նման է։ Ինձ հունից չես կարող անել։ Ես ժողովուրդ, սա անբարոյական, լրագրության հետ կապ չունեցող բառերը չափավոր են, դուք պատգամավոր եք կոչվում։ Այս ինչ վիճակ է։ Այն լրագրության մակարդակն է։ Երկու օրություններ եկել են սրբավայրը պղծում են։ Դուք ձեր Հիմա առանց վիրավորանքի դաշտ մտնելու, առանց վիրավորելու, իրերը ուզում եմ իրենց անուններով կոչել։ Նազարյան Գեղամ, դու ես անբարոյականը, թե են լրագրողները, ովքեր քեզ մատնանշում են քո արած անբարոյականությունը եւ կարելի է նույնիսկ որակել քո արած անբարոյականի տղությունը։ Նիկոլը ինձ սպանեց իմ ապգարին։ Ուղիղ, ես նայում եմ իր աչքերին, ասում եմ, Նիկոլ, դու ես սպանել իմ ապգարին, մնացած ապգարներին, դու ես սպանել Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար տղեկին դու ես սպանել, քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Մեղադրեցիր Նիկոլ Փաշինյանին քո որդու ապգարի եւ մնացած ապգարների սպանության մեջ։ Հիմա քո որդու սպանողի, քո որդու արյան պատասխանատուի հետ գնում ես միջոցառումների։ Խնդրում եմ սիրելի հայրենակիցներ, գրեք, Նազարյան Գեղամն է անբարոյական, թե այն մարդիկ, ովքեր լուսաբանում են իր անբարոյականությունը, անսկզբունքայնությունը, չտղությունը եւ անհայրենիքությունը։ Ես ամեն ինչ այս աշխարհում տեսել եմ, բայց սեփական որդու Շիրինը ուրացող հայր երբևիցե այսքան ժամանակ չէի տեսել։ Ես ասում եմ իմ բանացերը, հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտարպետության գործակալ լինի ռուսական պետության։ Եվ այստեղ նորից կրկնեմ ուզում եմ վիրավորվեն, ավելի լավ է հայը լինի թուրքի շուն, քան օտարպետության գործակալ, ռուսական հատկապես։ Սրոպ Մաշտոց Տիգրան Մեծ Վարդան Մամիկոնյան Գրիգոր Լուսավորիչ Սասունցի Դավիթ Կոմիտաս Անդրանիկ Օզանյան Գագիկ Ա Բագրատունի Լևոն Երկրորդ Շարլ Ազնավուր
մի մարդ է սպանում, դու մարդասպան ես, իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար։ Երեխու վիդեո են ուղարկել ինձի հեսա։ Որ մի հատ երեխու վիդեո են ուղարկել ինձի հեսա։ Գլենոքսի վրա պատական տեսա։ Ասում ես ջուսի եմ սարքում։ Իմ աշխատած փողով էլ քանսերով քասկեղով հիվանդ երեխեքին եմ ուզում նվիրատվություն անեմ օգնել։ Հիմա Միացյալ Նահանգներում բնակվող բոլորի խնդրանք, իմ հետևորդները 100,000-երով որ կան։ Այս երեխուս կգաք կառնեք։ Անպայման ժողովուրդ ջան, թող այս երեխեն էլ իշխան երեխա ուզում օգնի։ Ես ձեր ցավը տրեմ, նայ, այսենց երեխեքը հայ, ոնց կան այդպես պիտի թասիբ նամուսով մնան։ Հիմա թեքեմ տնեմ ոնց է սարքում, կգաք կօգտվեք, մեկնաբանությունում եք գրեք։ Սարքում, անունդ ինչ էր։ Ալեքս ջան, ինչ է սարքում։ Orange juice լայմով։ Orange juice լայմով, օքեյ։ Դե սարքի, այս այն սարքես պրծնես կշարունակենք վիդեոն, հա։ Բայց ոնց այդ մտքովդ եկել այդպես բան անես։ Դե ես առաջի տարիში վրա ես Ահա։ 2 թե մի տարի առաջ էլ ես մամա։ Մալադեց, հալալա։ Դուք մաման եք, չէ։ Հալալա ձեզ։ Այսինքն երեխեքը պիտի զարգանան, մեծանան։ Հա։ Փող աշխատել, որ փող հավաքել, որ այս ամեն ինչը արել է։ Շշեր եմ հավաքում, հետո մի հատ առաջ։ Դու ինչի կարիք ունես, հələ դի թող, ինչի կարիք ունես։ Ես ոչ մի բանի կարիք։ Չէ, որ քեզ բերեն անեն, որ դու անես, ծախես, քանսերով երեխքի վրա, քեզ ինչ է պետք։ Շիշ է պետք, սոկ է պետք, մրգերեն է պետք, ի՞նչն է պետք։ Ժողովուրդ ջան, ապեման հետևեք, ես Ալեքս էջը նշելու եմ, ով ինչով կարա, թող բերես երեխուն օգնի, մրգերով, բանով, ամեն ինչը կբերեք, ձեր ցավը տան, թող երեխան սարքի, վաճառել հիվանդ երեխեքին օգնի։ Հայրին ես օգնում։ Հա։ Ես քո ցավը տանեմ։ Այսա դու սարքի խմեմ կասեմ։ Ուղարկելու եմ Հայաստան։ Մալադեց ախպերես։ Ախպերես։ Հա։ Այս տերոշը вообще։ Ունենք։ Ես քո ցավը տանեմ, այսինքն այս հալալա քո կերած կաթը, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իրական։ Ստայնը կամերան թեքեմ։ Մալադեց Ալեքս։ Երոպե։ Երեխեքը իսաղ աշխարհով մեր հայ անունը բարձր տան։ Ես քո ցավը տանեմ։ Մենք ազգովի ստեղ ինչքան ես շրջապատում եմ, ինչով քեզ կարան օգնել։ Մրգերից սկսած երեխան շշերը հանձնել, փողավակի ուղարկի Հայաստան։ Ու տենց կամաց սկսել է։ Եկեք բոլորս պատժկանենք այս երեխուն ու իրա կողքերնենք։ Այս ինչքան Ալեքս է։ $10։ Ես հիմա $50 քեզ ձեր եմ անելու։ Մնացածը ուղարկես երեխա։ Էլա, ապրես։ Հա։ Եկեք, Գլենոքսի վրա է, 721, չէ։ 721, West Glenox Boulevard։ Ապրես, ախպեր։ Նոր մի հատ